Սպորտով, ընտանիքով և համայնքային համախմբվածությամբ լեցուն օր էր հունիսի 28-ը Դիլիջանում։ Ամփոփվեց շուրջ 1 ամիս տևած Դիլիջանյան ղողանջներ մարզական փառատոնը, որը վերակենդանացավ 40 տարվա ընդմիջումից հետո։ Կազմակերպիչ Գարիկ Թովմասյանը նշում էր իր ծննդյան 44-ամյակը։ Հունիս ամսվա ընթացքում անցկացվեց 4 մարզական միջոցառում, իսկ փառատոնը վերադարձավ ճիշտ 40 տարի անց։ Սակայն այս պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ։ Մի քանի տարի առաջ Գարիկ Թովմասյանի 33-րդ եւ 40-րդ ծննդյան օրերը համընկան անվճար բացօթյա մարզումների հետ։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց, որ այսուհետ իր յուրաքանչյուր ծննդյան օրը կնշի երեխաների հետ։ 41-ամյակի առիթով կազմակերպված դրամահավաքի շնորհիվ Դիլիջանում ստեղծվեց բացօթյա մարզական այգի։ 42-ամյակի առիթով այն համալրվեց ֆուտբոլի դարպասներով։ 43-ամյակին ամբողջությամբ ցանկապատվեց ու գծանշվեց։ Այսօր այն դարձել է լիարժեք մարզական տարածք բասկետբոլի, վոլեյբոլի եւ ֆուտբոլի խաղահրապարակներով, մարզասարքերով եւ մանկական խաղային գոտիներով։ Այսօր ծնունդս է եւ ես դարձա 44 տարեկան։ Ինչպես հիշում եք, 41 տարեկանի ծնունդն էլ իրար հետ ենք նշել եւ 41 տարեկանի ժամանակ ունենք հստակ ծրագրեր։ Անցած 4 տարիների ընթացքում մենք հասանք մեր նպատակին։ Այսօր իրականություն է Դիլիջանյան ղողանջներ սպորտային փառատոնը։ Անցած 1 ամսվա ընթացքում Դիլիջանը ապրել է սպորտով։ Անցած 3 կիրակիներին ունեցել ենք սպորտային մրցաշարեր, իսկ այսօր լավագույն մարզական ընտանիք սպորտային միջոցառումն է, որտեղ մասնակցում են 20 ընտանիքներ եւ այսօր պարգեւատրել ենք Դիլիջանի լավագույն երաժիշտներին, նկարիչներին եւ սպորտսմեններին։ Հունիսին անցկացված 4 մարզական միջոցառումներից 3-ը նվիրված էին տարբեր մարզաձևերի՝ սամբոյի, ուժային եռամարտի եւ գրեմփլինգի մրցաշարերին, իսկ 4-րդը լավագույն մարզական ընտանիք մրցույթն էր, որը դարձավ Դիլիջանյան ղողանջներ փառատոնի եզրափակիչ ակորդը։ Իրականում միջոցառումը շատ ստացված էր ու քանի որ Դիլիջանում հազվադեպ են նման միջոցառումներ, որոշեցինք առիթը բաց չթողնել ու ընտանիքով մասնակցել։ Ամուսնուս երեխաներիս հետ եմ մասնակցում մրցաշարերին ու շատ հավես է անցնում։ Փառատոնի ընթացքում պարգևատրվեցին նաև վերջին 1 տարվա ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները, ինչպես նաև արվեստի եւ մշակույթի ոլորտներում հաջողություններ ունեցած երեխաներն ու երիտասարդները։ Դիլիջանյան ղողանջներ հիմնադրամի համար կարևոր է գնահատել ոչ միայն սպորտում, այլև ստեղծագործական ոլորտներում ունեցած ձեռքբերումները։ Մրցումների ընթացքում զգացողությունները շատ դրական էին, շատ էմոցիոնալ։ Անկախ նրանից հաղթում ենք թե պարտվում, այն մեզ պարգևում է ուրախություն եւ կտրում առօրյա հոգսերից ու մտածմունքներից։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Դիլիջանի բնակիչ շատ կարեւորում եմ մեր տնտեսական եւ սոցիալական զարգացման հետ զուգահեռ մշակութային եւ սպորտային կյանքի զարգացումը, որի դրսեւորումներից մեկն էլ ընտանեկան խաղերի կազմակերպումն է եւ Դիլիջան ջիմի գոյությունը մեր քաղաքում, որը հնարավորություն է տալիս մարդկանց մարզվել, կտրվել առօրյա հոգսերից, փորձել իրենց ուժերը նաև այլ ոլորտում եւ համախմբում է այստեղի բնակիչներին։ Նախատեսվում է, որ լավագույն մարզական ընտանիք մրցաշարը կդառնա նախ մարզային, ապա հանրապետական, իսկ Դիլիջանյան ղողանջներ փառատոնը կդառնա Հայաստանի ամենասպասված մարզական ավանդույթներից մեկը։ Այս խաղերը ինձ համար շատ լավ անցան, չէի ունեցել մրցույթներ իմ մայրիկի հետ, դա էլ ունեցա, այդ պատճառով ավելի հետաքրքիր անցավ։ Ունեցա ավելի շատ ծանոթություններ ու մրցույթների հանդեպ իմ սերը ավելի շատ մեծացավ ու սկսեցի ավելի շատ սիրել դրանք։